լոբի ենք ցանելու 30 սանտիմետրից մինչև 50 սանտիմետր ամանի մեջ, հիմա տեսեք ոնց է ծլել։ Սա մեր հողամասից ծլել ենք Ողջույն գյուղասերներ ջան, այսօր էլ եկել ենք հողամաս, լավ տաք եղանակ է, իսկական ժամանակն է հողամասում գործ անելու։ Ու այսօր ինչ գործ ենք անելու, լոբի ենք ցանելու, տարբեր տեսակ լոբիներ ա, հիմա մոտիկից ցույց կտամ ձեզ։ Ահա ժողովուրդ ջան, հիմա հերթով ցույց տամ, ինչ լոբի ենք ցանելու այսօր։ Սա մեր Գորիսի լոբին է, ինքը ճիշտ է, հիմա մի փոքր դեղնած է, բայց հին լոբի է, մոտ 3 տարի է, որ չոր վիճակում այդքան շատ չենք ուտում, այսպես մնացել հնացել է, դրա համար ասեցի ցանենք չմնա։ Հաջորդը այստեղ ունենք երկու տեսակ վարիանկաներ, սա եւ սա։ Սա եթե նկատում եք մի փոքր մուգ կապույտ է, ինքը կանաչ վիճակում էլ շատ համով լինում, չոր վիճակում էլ։ Այս էլ արդեն վարդագույն վարիանկաներն են, այս էլ ինչի համար ենք ցանում, որովհետև համ ինքը լավ փափուկ լոբի է կանաչ վիճակում ուտելու համար, համ էլ չոր վիճակում է լավ ու միջև ուշ աշուն ինքը բերք է տալիս։ Ինքը համ հավաքի բերքը, համ հավաքի համ ջրի ու միջև ուշ աշուն ինքը թփերը կանաչ է մնում ու տեսեք այս տիպի լոբի է։ Այս կապույտն էլ ցույց տամ մոտիկից, սա շատ բերքատու սորտ է, ամեն մեկից քիչ գցելու ենք։ Հիմա ուզում եմ ցույց տամ նախանցած տարվա լոբիներից ամենաշեդևր լոբին, եթե նկատեցիք ինքը հատիկները մանր է, բայց սա ինքը ասում են վիգնա լոբի կամ ծնեբեկի լոբի, շատ երկար տեսած կլինեք տարբեր տեսանյութերում, մոտ 30 սանտիմետրից մինչև 50 սանտիմետր ձգվում է, շատ երկար լոբիներ է, այսքան քանակությամբ, շատ փոքր քանակությամբ սերմ եմ հավաքել նախանցած տարի, անցած տարի չունեինք, չենք ցանել, այս տարի նորից ցանելու ենք։ Հաջորդը ձեզ ցույց եմ տալիս, ժողովուրդ, այստեղ տեսնում եք երկու տեսակ լոբի է, սա սովորական կարմիր լոբիներն են, որը բոլորի ծանոթ է, ինքը շատ լավ սննդարար նյութերով է հարուստ, դրա համար մի քանի հատ էլ սրանից են գցելու, այստեղ տեսնում եք Գորիսի լոբու նման ու խոշոր լոբիներ են, տեսեք, սրանք մենք էշի լոբի ենք ասում, իհարկե մի քիչ կոպիտ է հնչում, բայց մեր տարածաշրջանում այս անվանումը ունի։ Սա կանաչ վիճակում շատ պինդ է լինում, ուտելու համար այդքան հարմար չի, բայց արդեն չոր վիճակում այսպես խոշոր լոբիներ է տալիս ու ինչն է հետաքրքիր, որ ինքը երբ ծաղկում է, շատ սիրուն կարմիր ծաղիկներ է, կարծես թե ծաղկի համար են շատերը ցանում, բայց նաև կարելի է բերք ստանալ։ Մի քանի հատ էլ շատ քիչ սրանից ենք գցելու։ Անցնենք գործի։ Առուները արդեն քաշած է, ժողովուրդ ջան, ու այսպես 3 իրարից մոտ 10-15 սանտիմետր հեռավորության վրա ասես գցում ենք։ Հողը տեսնում եք շատ չոր է, բայց ցանելուց, ծածկելուց հետո մի թեթևել ցնցողով ջրելու եմ, քանի որ հողը շատ չոր է, որպեսզի արդեն սերմն էլ խոնավանա ու սկսի ծլելը։ 3 այսպես իրար հետևից շարում ենք։ Ու հողով թեթևակի սենց ծածկում ենք։ Այս լոբիների մեջ, ժողովուրդ ջան, ամենահամովը այդ Գորիսի լոբին է, բոլորդ էլ ծանոթ եք իրա համ գներին, համ հանուն, դրա համար
Գորիսի լոբի մի փոքր շատ ենք անում, մի քանի հատել, տենց որպեսզի քիչ քանակությամբ թուփ ունենանք, նաև մնացած լոբիներից կգցենք նմուշի համար, ուղղակի որ ունենանք, բայց գերակշիռ մասը այստեղ արդեն Գորիսի լոբին է լինելու։ Շատ արագ է ստացվում գործը, դրա համար այդքան ժամանակ չի խլի ինձնից, ուրիշ գործեր էլ ունեմ, որոնց մասին էլի ձեզ ցույց կտամ այսօրվա վլոգի մեջ։ Ծածկեմ մի հատ նոր։ Շատ հողը պետք չի լցնել, ժողովուրդ ջան, որպեսզի սերմը կարողանա դուրս գա։ Երբ հողը շատ է լինում, ինքը ճիշտ է դուրս է գալիս, բայց ուշ է դուրս գալիս, իսկ մեզ պետք է որ արագ սերմը ծլի, որպեսզի հասցնի մինչև տաքերն ընկնելը փարթամանա։ Ուրեմն սա այս լոբիները, որ ձեզ ցույց տվեցի, ինքը բարձրացող սորտ է, այսինքն պետք է իրանց մոտ փայտեր տնկենք, որպեսզի բարձրանան, բայց դրան հետ նաև մի քանի օր հետո արդեն այն լոբիներն ենք ցանելու, որոնք փայտ պետք չի, ինքը չի փաթաթվում, ու այս փաթաթվող լոբին մենք ժողովուրդ ջան անվանում ենք սարի լոբի, սարի այդ լոբու փայտն է մեր բարբառով։ Մեր գյուղում կոնկրետ սա ասում են ճախի լոբի, ճախը այդ ցախն է, այսինքն ցախը որ տնկում ենք, հիշում եմ տատիկս նաև բան էր ասում, մաշի լոբի, մաշի ճպատ, իսկ այն լոբին, որը չի բարձրանում, փիադա ենք ասում, փիադա ինքը իհարկե հայերեն բառ չի, բայց դե գիտեք մեր բարբառը ինքը հարուստ բարբառ է, երբեմն շատ փոխառություններով, ինչը այդքան էլ ճիշտ է, լավ չի, որ օտարամոլ բառեր ենք օգտագործում, բայց աստիճանաբար օրինակ այդ փիադա լոբին դուրս է գալիս մեր խոսակցականից, հիմա ասում ենք տափի լոբի, այսինքն ինքը շատ չի բարձրանում, չի փաթաթվում։ Այս մնացած տեսակներն էլ գցենք, ժողովուրդ ջան, շատ քիչ ենք գցելու, օրինակ 1, 2, 3, 4 առու գցեցի 4 հատ թուփ, այսինքն գցեցի այդ կարմիր լոբին 2, 3-ն էլ այդ խոշոր լոբին 1, 2, 3, 4, 5 հատ էլ էս վարյունկայից, մի այդքան էլ գցեմ արդեն ռոզվից։ Այսին ծածկենք, ներենք դերենք։
Ասել ժողովուրդ ջան, մեր լոբին ցանեցինք, ջրեցինք, դա Աստված լավ բերք ունենանք, մի հատ էլ սենց աչքի տակով անցկացնում եմ, տեսնեմ ջրելուց հո սերմերը չեն բացվել, երևի չէ, անցնենք առաջ։ Բեկները եղել են ժողովուրդ ջան, նա քանի չեն դախացել, սենց երկարները կտրեն, շատ մանջերին ձև չեն տա, թող մեծանան, սեք ինչ լավն է։ Ես էլ մեր հողամասից ծնեբեկներ ժողովուրդ ջան, քանակը ինքը քիչ է, դրա համար սենց բերքը այդքան շատ չի լինում, բայց երակցնես ու տեսելի մի անգամ ու ջուրը խմես անպայման, ամենահամովը սրա ջուրն է, որ խմում ես, մի քիչ աղ ես անում ու խմում ես։ Ես կրալ եմ բռն։ Խավերի կերակրման ժամն է, երեկոյան կերակրենք նոր էլի հողամասում էլի գործ կա, շարունակենք այս ժամերի մի հատ կերակրում եմ, նոր բաց եմ թողում ման գալու ամենօրյա զբոսանք հավաքելուց առաջ։ Գտ Ժողովուրդ ջան, ուրեմն այստեղ ինչ եմ ցանել։ Սա խանութից առած բիբար է, ինքը դեղին բիբար է։ Ուտելուց հետո սերմերը ցանել եմ սենց ամանի մեջ, հիմա տեսեք ոնց է ծլել։ Գիտեմ, այս սորտերը հիմնականում հիբրիդ են լինում ու իրենց որակը կորցնում եմ, չեն տալիս այն տիպի բերք, ինչպեսին որ մենք դրանից սերմ ենք վերցնում, բայց փորձնական է սա, փորձնական ուզում էի դնեի հասկանալու համար ինչպիսի փոփոխություն են կրում բերքը հիբրիդից հետո։ Հիմա ինչ ենք անելու, քանի որ ես բաժակներ չունեմ, բաժակները քիչ է, մի քանի հատ մնացել, էդ էլ պամիդորյա ենք տնելու, որոշեցի ես սենց ամանի մեջ տնեմ, իրան ուղակի սենց հանելու եմ, ամբողջությամբ այսպես դնեմ, մեկ-մեկ չեմ դնելու, որտև ինքը այդքան էլ խիտ չի, նոսր է դուրս եկել, նոսր էլ ցանել եմ, այդպես դնենք, ընթացքում մի քանի հատ փորձնական սկսածիլենք, սրա մեջ հիմա հող լցնենք ու տնկենք։ Ինչ եմ այս թասի մեջ դնում, ամանի մեջ դնում, ժողովուրդ ջան, այս թավայի մեջ, որի մեջ սերմը դրել եմ, արդեն տեղը քիչ է, էլի արմատները տարածվել են, սնդանյութերը արդեն էլ չեն հերիքի։ Հիմա որպեսզի սածիները հաստանան, այս ամանի մեջ տնկենք, տեղափոխենք այս ամանի մեջ, մի
ցելոֆոնով կծածկենք, կթողենք հաստանա սացիլը։ Մի կողմի վրա այս բիբարներն եմ տնկում, Բադրջանի սացիլից էլ էր մնացել, որ բաժակների մեջ չէի տեղափոխել։ Տեսնենք պամիդորը տեղափոխենք բաժակների մեջ, հետո եթե էլի բաժակներ մնան, այդ բադրջանից էլի կդնենք, եթե չէ, կտեղափոխենք սրա մյուս մասը։ Այ հիմա ինձ այս դանակն օգնելու, որպեսզի փորձեմ թողեմ։ Այս չէ, ժողովուրդ ջան, այսպես չի ստացվում, պետքա երևի մեկ-մեկ անեմ։ Ոնց անենք, որ հենց այսպես հողով տեղափոխվի։ Ստացվեց։ Լավ, բերենք, տանկենք։ Այսպես երևի կստացվի։ Էսա միակ տարբերակը սրա այսպես դնենք, հետո հող կլցնենք։ Քանի սերմ եմ դրել, այնքան դուրս է եկել, ժողովուրդ ջան, սերմերը այդ տենց լավ ծլոնակ են եղել, բայց բերքի հարցում մի փոքր կասկածում եմ, թե սրանք լավ բերք կտան։ Հիբրիդներն այդպես են, այդ սերմ արտադրողները այնպես են անում, որ չկարողանաց բույսից սերմ վերցնել։ Սերմը վերցնում ես, բայց այն բերքը չի տալիս, որից դու սերմ ես վերցնում։ Դա էլ մի բիզնես է։ Ժողովուրդ ջան, ամեն ինչ է այդպես բիզնես անգամ սերմից բույս ստանալը։ Հիմա ուղենք, հողը լցնենք ու ջրենք։ Վերջ, մնաց մի հատ ջրենք։ Այսպես թեթևակի ցողենք, հողը նստի բույսի վրա ու ցելոֆոնով ծածկենք։ Այսինքն մի փոքր պարկած են, բայց վաղը հեսա ցույց կտամ, նորից բարձրանալու են։ Կարևորը արմատները հողի մեջ են ու խոնավ է հողը։ Ցելոֆոնով էլ ծածկենք, ժողովուրդ ջան, որ տաք լինի ու բույսը շուտ բարձրանա։ Այսինքն կապում ենք, քամին ցելոֆոնը չքշի։ Միանգամից հողի մեջ չեմ անում, որովհետև գիտեք, բոլորները կհանձան։ Այս էլ այսպես։ Մութն արդեն ենք նման, ժողովուրդ ջան, գնամ տուն, ձեզ էլ լավ օր, առողջ եղեք, խաղաղ եղեք, մինչ նոր հանդիպում։ Այստեղ չէի նկատել, ժողովուրդ ջան, գեորգինաները տեսեք ոնց է դուրս գալիս։ Այս մեկ, այս երկու, ինչ լավ է։